Թելի բարեկամներ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ ներկա եք Ստեփան Զորյանի եւ արտիականությունը ստեղծագործական այս հանդիպմանը, որ նվիրված է երիտասարդական գրող Ստեփան Զորյանի ավանդույթներին։ Գիտեք, որ Զորյանը մեր Վանաձորի հպարտությունն է։ Ծնվել է Վանաձոր քաղաքում, 5 Ղարաչիրիսան է դա եւ դարձել հայ գրականության մեծագույն դասականներից մեկը։ Այսօր իր ժամանակն է։ Ամենից արդիական ավանդույթներով այս մեծ գրողը կանգնում է մեր առջև իբրև մարդկայնության, բարոյականության, բարձր տաղանդի, ազնիվ քաղաքացիական կեսվածքի եւ պահվածքի խորհրդանիշ։ 1930-ական թվականներին, երբ շատ ծանր վիճակ էր Հայաստանում, ձերբակալվում էին մարդիկ, աքսորվում էին մարդիկ, Զորյան անգամ այդ ծանր տարիներին, 37 թվի սոսկալի ժամանակներում մնաց բարձր մարդ։ Կա պահպանված մի հիշողություն, որ նկարիչ Ջանանը եւ Վահան Թոթովենցը, ովքեր 37-ին ձերբակալվել էին, բանտում միմյանց հետ զրուցելիս ասել են, եթե մենք դուրս գանք, առաջին հերթին պիտի գնանք Ստեփան Զորյանի ձեռքը սեղմենք, այդ մեծ մարդու շնորհակալությունը հայտնենք, որովհետեւ Զորյանը ազնվության, արդարության խորհրդանիշ է եղել, չի արել աննպաստ մի արտահայտություն իր գործընկերներից որևէ մեկի մասին։ Գիտեք, որ շատերը ձերբակալվում էին հենց այդ բանավոր տվյալների կամ մատնությունների հենքի վրա։ Շատ բարձր է եղել Զորյանը։ Հայաստանի գրողների միությունում ամենաբարձր երևույթներից մեկը, մեր Ստեփան Զորյանը։ 1935 թվականին Եղիշե Չարենցին հեռացնում են գրողների միությունից, իսկ դա արդեն մոտապես նշանակում էր մահվան դատավճիռ։ Եվ 1935-ին Եղիշե Չարենցին պաշտպանում է վարչության նիստում միայն մեկ գրող, եւ դա Ստեփան Զորյանն է։ Ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել այդ բարձր ազնիվ մարդու արժանավորությունը ներկայացնելու համար, միայն վերջում ավելացնեմ շատ են փաստերը։ Մենք տպագրել ենք Ստեփան Զորյանի ժամանակակիցների հուշերում Փարահեղ հատորը, եւ այդ հատորը շատ լավ պատկերացում է տալիս Ստեփան Զորյանի անհատական, հասարակական, ազգային բարձր նկարագրի մասին։ Եվ համահայկական գրողների միությունը եւ Ստեփան Զորյանի գրական ժառանգության ուսումնասիրման հանձնաժողովը շատ կարևորում են Զորյանի արդիական նշանակության բացահայտումը։ Այդ է պատճառը, որ մենք շատ տարիներ առաջ սկսեցինք Ստեփան Զորյանի նվիրված ընթերցումների շարք։ Պահպանվել է առաջին այդ ընթերցումների հայտագիրը 1990 թվական։ Ասեղ էին ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, հայ գրականության դասական Հրաչյա Հովհաննիսյանը, ովքեր ներկայացրին Ստեփան Զորյանի գրական ժառանգության արդիական նշանակությունը։ Ցավոք սրտի Զորյանի ծննդավայրը անցած 30 տարիներին մոռացել է Զորյանին։ Այս գրական ընթերցումներից հետո այլևս նման բան տեղի չի ունեցել։ 30 տարի Վանաձորը մոռացել է իր մեծագույն գրողին, եւ սա համարում եմ շատ մեծ թերացում։ Ես պիտի խնդրեմ Տիկին Հալիվորյանին, մեր գրադարանի պատվարժան տնօրենին, որ այստեղ ներկա են հայ դասականներ, Շիրազ Իսահակյան, Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան, բարձր անուններ։ Այստեղ պակասում է միայն Ստեփան Զորյանը, Վանաձորի պարտությունը։ Ես պիտի խնդրեմ, որ Տիկին Հալիվորյանը այդ հարցով հայլեր ձեռնարկի, որպեսզի այստեղ դիտի Ստեփան Զորյանի դիմանկարը։ Մեծ մարդ է, շատ մեծ մարդ է, արժանի մեծ գնահատանքի եւ հատկապես երիտասարդ գրողները այսօր իրենից սովորելու շատ բան ունեն։ Մենք համայնքական գրողների միությունը անցած տարի Ստեփան Զորյանի նվիրված միջոցառումների շարք սկսեց եւ մենք հայտարարեցինք մրցանակաբաշխություն, որտեղ հաղթող ճանաչվեց Արցախցի ուսանողուհի, որ այժմ սովորում է Վանաձորի պետական համալսարանում, Ալյոնա Դորոխանյանը։ Մենք շնորհավորում ենք սիրելի Ալյոնա այդ մրցանակի արդիվ, որին դու արժանացել ես։ Ահա այս մրցանակի մասին է խոսքը։
Եվ պիտի խնդրեմ, որ Ալյոնան գա ինձ մոտ այդ մրցանակը հանդիսավոր ստանալու համար։ Համեցեք Ալյոնա ջան։ Շնորհավորում ենք, մաղթում ենք հաջողություններ Ալյոնային եւ այսօր իջերի բարեկամներ առաջարկում եմ, որ մենք լսենք մրցանակակիր այդ աշխատանքը, որը մեր երիտասարդ բանասերի առաջին հաջողությունն է Հայաստանում։ Խնդրեմ